Աշոտ Ղուլյանի վաշտը դիմահար մարտերով հաղթահարելով անառիկ Բերդապարիսպը մտավ Շուշի։ Վարդանի դասակը Կրկժանի Խոջալույի քրիվներից հետո հաղթական մտավ Շուշիի պարիսպներից ներս։ Մայիսի 11-ին Շուշիի խայտառակ պարտությունից գազազած ազերի հրամանատարությունը նոր ուժերով հարձակվեց Շուշիի վրա։ Վարդանը Քարինտակի տղերքի Էջմիածնի Հայկի հետ թուրքերին պիտի դիմավորեր Զարիսլու գյուղի ճանապարհին։ Դաշնակցության առաջին վաշտի մի մասը, մի քանի դասակներ, մնացին ընդունեցին պոստերը։ Պոստերը պայեցին մինչև առավոտ, ոչ մի սարսափելի հարձակում չեղավ։ Հաջորդ օրը պոստերն եկել ընդունել ենք, իմ դասակն եկել ընդունել պոստերը։ Ուրեմն պոստի կանգնած ժամանակ ականապատեցինք ճանապարհը, շատ հարմար տեղ ընտրեցին։ Բարեհաջող պոստերը հանձնեցինք, սնայպերն աշխատեց մեր ընդունած ժամանակ, եւ Էջմիածնի խումբներն էս այդ աշխատել։ Պոստերը փոխեցինք, հանձնեցինք, գնացինք, հետո առավոտվա կողմ իմացանք, որ հզոր հարձակում ա եղել։ Ուրեմն եղել են երկու տանկը հաստատ, եթե չեմ սխալ նույնիսկ 3 կարծեմ, երկու տանկ ու մի քանի BMW-ների զրահամեքենաների ուղեկցությամբ մեծ քանակությամբ հետևակ ա եղել։ Զարիսլու գյուղի մեջ։ Շրջադարձ կա, շրջադարձն անցել է, T-72-ը պայթել է մեր ականների վրա, 3 ական միասին ա գործել, տիրուցրիվ է հետել տանկը։ Հետևի BMW-ին գրանտամյոտով խփել են թրթուրն են պոկել, կանգնել է տեղում մնացել, 10 հատ մյուս T-72-ին խփել է, տղեկը գրանտամյոտով։ Բաշնյան փչանալուց հետո